մեզ պետք է արձանագրել քրեական գործերի հարուցման հետ ինչ է տեղի ունեցել։ Փաշինյանի զարմանքը տարիներ շարունակ վարույթով անցնող քրեական գործերի մասին է, ինչպես է լինում, որ գործերը նախ մեծ աղմուկ են բարձրացնում, հետո տարիներ անց պարզվում է, որ դեռ նախաքննության փուլում է։ Այս հանգամանքավարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մեր դիտարկումներով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անընդունելի են համարում։ Անթույլատրելի է, որովհետև պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին կոմիտեի գործունեության կարևորությունն է փոխանցել նաև պետական մարմինների վերահսկողության առումով։ Մենք օրինակ շատ հակված ենք, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված, այնպես որ շատ կարևոր աշխատանք կա անելու ընդհանրապես դատաիրավական համակարգում եւ հակակոռուպցիոն կոմիտեում մասնավորապես։ Իր հերթին Արթուր Նահապետյանը նշում է, անել առավելագույնը, որպեսզի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատանքը տեսանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հիշեցնենք 2024 թվականի նոյեմբերի 20-ին հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որի կառավարության կողմից հաստատվելուց հետո այս պաշտոնը թափուր էր մնացել։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համաձայն կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է կառավարությունը 6 տարի ժամկետով, ըստ այդմ ձևավորվել է մրցութային խորհուրդ, հայտարարվել է մրցույթ եւ 5 տեխնացուներից 3-ը հաղթահարել են միավորների շեմը։ Առավելագույն միավոր ստացած տեխնացուները ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Կառավարության մարտի 29 նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման համակարգին, նշելով, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում։ Առաջինն այն է, որ համակարգի ներդրումը թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է, քանի որ պարտավորված են լինելու թվային հարթակներն ուժեղացնել։ Երկրորդը համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք է ստեղծվում, որն ըստ Փաշինյանի միանշանակ ուժեղացնում է եւ պետությունը եւ քաղաքացուն։ Եվ երրորդը այն է, որ կրթական ոլորովին նոր ենթակառուցվածք է ստեղծվում։ Այս առաջին փուլից հետո արդեն մենք կտեսնենք հստակ, հասցեական, կկարողանանք տարբերակել միլիոնատերերին ոչ միլիոնատերերից, հիմա չնայած կարող ասան ինչի չգիտեք, միլիոնատեր են թե չէ։ Շատ կարևոր է տարբերակել, իմանալը համակարգի միջոցով, իմանալը վերլուծական գործիքների միջոցով եւ տեսնելը հարաբերությունները եւ գործառնությունները եւ այդպես շարունակ։ Հիմա հաջորդ փուլում ընդ որում դա քաղաքական ընտրության հարց է, մենք կարող է արդեն այդ վերաբաշխումը, այդ թվում սոցիալական արդարությունը կամ սոցիալական ճիշտ խթաններ ներդնելու մասով կարող ենք այն ամենաապահովված խավի սոցիալական կրեդիտ օրինակ 100,000 դրամից դարձնել 90,000 դրամ, այն մյուս խավի սոցիալական կրեդիտը 100-ից դարձնել 110,000 դրամ եւ այս կարգի գործիքներ մենք կունենանք կիրառելու համար։ Էլի եմ ասում, դա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք ամբողջական պատկերը պետք է ունենանք, մեծ տվյալները պետք է վերլուծենք, պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ի վերջո, էդ էլ ասենք, որ մենք սոցիալական ցանցով մամուլի հրապարակումով հնարավոր չէ այդ վերլուծությունը անել։ Մենք պետք է այս մեծ տվյալի վերլուծությամբ հասկանանք մեր մոտ բարեկեցության բաշխվածությունը, երբ որ մենք իմանանք, արդեն կարող ենք ավելի սկզբունքային եւ թիրախային եւ անհատական եւ սոցիալական խմբերի մակարդակով որոշումներ կայացնել առողջապահության, կրթության, հետագայում նաեւ գուցե այս նոր համակարգը կներդնենք նաեւ բնակարանային ապահովման հարցում, որովհետև հիմա Երևանից եկամտային հարկի վերադարձի համակարգը դուրս եկավ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն սա ահռելի հնարավորություններ է տալու մեզ, ահռելի հնարավորություններ եւ անհատական եւ պետական եւ հանրային մակարդակով։
Տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը։ Անդրադառնալով Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Հայաստանի Հանրապետությունը հենման կետ չէ ուրիշ երկրի մասին երազելու համար, Հայաստանի Հանրապետությունը հենց այն երկիրն է, որը ունենալով, զարգացնելով մենք պետք է արձանագրենք, որ հասել ենք մեր երազանքին։ Վարչապետի խոսքերով Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է, որ ապագայի մասին մեր պատկերացումները փոխենք։ Այս հայրենիքը ուժեղացրու պետությունը։ Ինչու եւ ինչով է հնարավոր այս ձևակերպումը ընդհանրապես որևէ իրականության եւ մասնավորապես մեր իրականության։ Այս էլ է շատ հետաքրքիր հարց։ Ճիշտ է, այս նախադասության հետ ես ինքս կապ ունեմ իրաստեղծման, բայց տենց լինում է, չէ՞, որ ինչ-որ մի նախադասություն ասում ես, հետո դու ինքդ սկսում ես վերլուծել։ Ոնց կարար այդ միտքը ծնվեր։ Ինչու է այդ միտքը ծնվում։ Ոնց է միտքը աշխատում եւ ինչու է ծնվում։ Եվ ես այս մտքի հետևից գնալիս արեցի մի արձանագրում, որը բոլորիս հայտնի է, ընդ որում ինչ-որ այսօր խոսում ենք եւ շատ հաճախ ինչ-որ խոսում ենք, ամեն ինչը բոլորիս հայտնի է, ուղղակի երբեմն ասում ենք եւ չենք նկատում։ Եվ ես առաջարկում եմ մի միտք էլի քննարկման համար, հայրենիք եւ պետություն հարաբերությունների։ Տեսեք, շատ երկար ժամանակ, առնվազն մի քանի 100 տարի, մեր գիտակցության մեջ ո՞ր է եղել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, չէ, հասկանալիորեն եւ ակնհայտորեն։ Բայց պետությունը եղել է, օրինակ, Պարսկաստանը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, էլի, ինչ-որ մի հաջորդ ժամանակաշրջանում կամ մի ուրիշ տեղում։ Իսկ պետությունը եղել է Թուրքիան, Օսմանյան կայսրությունը։ Մեր ընկալման մեջ հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը եղել է Ռուսական կայսրությունը։ Մեր ընկալման մեջ էլի կարող եմ թվարկել, բայց մեծ հաշվով, չգիտեմ, դա գուցե ոչ ամբողջական, բայց ինչ-որ ձևով էլի կապ ունի այս տրամաբանության հետ։ 20-րդ դարի մեր հայրենիքը, 20-րդ դարի 20-ականներից հետո մեր հայրենիքը էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Խորհրդային Միությունը։ Եվ իմ ընկալմամբ այստեղ առաջացել են որոշակի խնդիրներ։ Եւ այդ խնդիրները ես ձևակերպում եմ հետեւյալ կերպ։ Հայրենիքի պետության ռելիկտային ընկալում։ Եվ որը հայրենիքի դիրքերից պետությունը ընկալում է որպես օտար մի բան։ Որովհետև մենք ըստ էության մեր պատմական հիշողության մի երկար ժամանակաշրջանում, իմիջիայլոց, այսօր դրա մասին էի մտածում։ Ընդ որում մեր իրականության մեջ մի հատ կա գուցե իր ձևով աննախադեպ, որ հայրենիքը էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Կիլիկիան։ Այս հետաքրքիր բան է։ Էլի տեսեք մենք ինչ անհավանական իրավիճակի մեջ է։ Կիլիկիան հայկական պետություն է։ Բայց ստեղ էլ մեկ խնդիր կա, որտեղ մի դեպքում պետությունը հայրենիքը եղել է Հայաստանը, ակնհայտորեն, բայց պետությունը եղել է Կիլիկիան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ տեղեկատվություն է տարածել, որին արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 19-ին ժամը 19:00-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի
դյուրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Մանուշյանական շաբաթվա եզրափակիչ ելույթներն են հնչում Մաշտոցյան մատենադարանում, մի վայր, որ խորհրդանշում է սրբագործված անունների, արժեքների ու գործերի միասնությունը, եւ Մանուշյանն այս անունների շարքում յուրային է, իր սխրանքով ու հայկական ինքնության փառաբանումով։ Հայաստանում իրականացված Մանուշյանական շաբաթն ամենալայն ընդգրկումով ցուցադրություններ, նոր պիեսի պրեմիերա Արտաշատի Ամուխարազյանի անվան թատրոնում, վավերագրական ֆիլմերի ցուցադրություն, համաժողովներ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտում, Մայրբուհում եւ Մատենադարանում։ Այս ամենի ամբողջությունը նախաձեռնության հեղինակներին առիթ է տալիս փաստելու։ Մանուշյանական շաբաթը չի ավարտվում, այլ որակապես նոր սկիզբ է տալիս Մանուշյանի վերարժևորման ընթացքին։ Մանուշյանական ոգին այո անմահ է եւ այն մեր անձնական եւ համամարտկային հիշողության մասնիկն է եւ մեր պարտավորությունն է գոնե պահել այդ հիշողությունը եւ արժանին մատուցել Մանուշյանին իր օրինակով դաստիարակվելով, ներշնչվելով։ Խոսքը բոլորովին զինված պայքարի մարտիկ դառնալու օրինակի չի վերաբերում, այլ ունենալ միարժե համակարգ, որը պաշտպանելու համար մարդը պատրաստ է զոհասեղանին դնել ամենաթանկը իր սեփական կյանքը։ Ամփոփիչ գիտաժողովի մասնակիցների եւ պատվոհյուրերի գնահատմանն է ներկայացվում նաեւ Մելինե Մանուշյանի զարմուհու Կատյա Կիրակոսյանի «Միսակ եւ Մելինե» վավերագրական ֆիլմը։ Հեղինակը փաստում է, այս զարմանալի պատմությունը իր հոգում կրել է վաղ մանկությունից եւ տասնամյակներ ու մեծ ջանքեր պահանջվեցին, որ խիստ անձնական պատմությունից այն վերածվի փաստագրական կինոպատումի եւ հասնի մեծ էկրան։ Chez Misak, c'est vraiment son humanisme. Ինձ ամենից առավել գրավում էր Մանուշյանի հումանիզմը։ Պատկերացնում եք, թե մարդը որքան սեր պետք է ունենա իր մեջ, որ մահից մի քանի ժամ առաջ գրի։ Ես ատելություն չեմ զգում որևէ մեկի հանդեպ, ոչ գերմանացի ժողովրդի, ոչ էլ ուրիշ մեկի հանդեպ։ Իսկ երկրորդ նամակում էլ Մելինեին խնդրի, որ պատերազմից հետո անպայման ամուսնանա եւ երեխա ունենա։ Իսկ Սաթեաթ խթատերական միությունն արդեն նախապատրաստվում է իր նոր նախագծին, որը նվիրված է Սողոմոն Թեհլիրյանին։ Սաթե Խաչատրյանն ընդգծում է, այն հիշողություն է ոչ թե վրեժխնդրության, այլ աշխարհում առաջին քաղաքական դատավարության մասին, որը ոչ թե հանցագործների, այլ արդարության մարտիկների պատմություն է։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում Անկարայում եւ Ստամբուլում զանգվածային ցույցեր եւ անկարգություններ են սկսվել։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ։ Իրավապահներն արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը, չնայած երկրում ցույցերի եւ հանրահավաքների արգելքին, կոչ է արել բոլոր քաղաքացիներին հավաքվել Թուրքիայի նահանգային եւ շրջանային վարչակազմերի շենքերի մոտ։ Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալել են քաղաքական նկատառումներով։ Էրդողանի աշխատակազմն էլ ընդդիմությանը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հետաքննությունը քաղաքականացնելու փորձերի համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեդին Ալթունը հայտարարել է, որ երկրում դատական համակարգն անկախ է եւ դրա ցանկացած որոշում պետք է հարգեն բոլորը։ Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել վստահել պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց հայտարարություններին։ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ի վաղ առավոտյան փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 100-ի։ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Խստորեն դատապարտում ենք Ստամբուլի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Այդ որոշումն ունի առաջիկա նախագահի ընտրությունում գլխավոր տեխնացուներից մեկը համարվող քաղաքական գործչի նկատմամբ ճնշման բոլոր նշանները։ Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել ժողովրդի հանրապետական կուսակցության կողմից Իմամօղլուին որպես նախագահի տեխնացու առաջադրելուց մի քանի օր առաջ։ Ձերբակալությունը հետևեց Ստամբուլի համալսարանի որոշմանը քաղաքապետ Իմամօղլուին զրկելու գիտական աստիճանից, որը նախագահի տեխնացուների առաջադրման պայմաններից մեկն է, ասված է տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ինքը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։ Նա հայտնել է, որ Ուկրաինան կպատրաստի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ներառվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակում։ Այդ ցանկում ըստ նրա կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլ նաեւ երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միայն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի հարցը։ Նրա խոսքով Կիևը պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգների մասնակցությունը ատոմակայանի արդիականացման եւ ներդրումային ծրագրերի մեջ, եթե այն վերադառնա Ուկրաինային։ Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը հավանաբար վերջին շրջանի իր ամենաբովանդակալից զրույցն է եղել։ Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության պաշտպանության սպիտակ գիրքը, որը սահմանում է միության պաշտպանական արդյունաբերության զարգացման առանցքային ուղղությունները մինչև 2030 թվականը։ Ռազմավարական փաստաթուղթն ուղղված է Եվրոպայի ռազմական ներուժի ամրապնդմանը, հզոր պաշտպանական դաշինքի ստեղծմանը եւ Ուկրաինայի աջակցությանը։ Սպիտակ գրքում նշված են անվտանգության հիմնական մարտահրավերները, ներառյալ Եվրոպայում լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը, եւ Ռուսաստանը դիտարկվում է որպես հիմնարար սպառնալիք Եվրամիության համար։ Ռուսաստանը համառորեն հրահրում է լարվածություն եւ Եվրոպայի հարևանությամբ Արևմտյան Բալկաններում, Վրաստանում, Մոլդովայում եւ Հայաստանում, ինչպես նաեւ աճող ապակայունացնող ազդեցություն ունի Աֆրիկայում, ասված է փաստաթղթում։ Եվրամիության թարմացված պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը կլինի աջակցել միության ներսում զենք արտադրողներին եւ երրորդ երկրների համախոհ ընկերություններին։ Հիմնական նախաձեռնությունները ներառում են համատեղ գնումներ եւ ռազմական նախագծերի ֆինանսավորման պարզեցում։ Փաստաթուղթը Եվրամիության անդամներին առաջարկել է կենտրոնանալ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաեւ առաջնահերթ եւս 5 ոլորտի ուղղությամբ։ Սպիտակ գիրքը նախատեսում է նաեւ երկարաժամկետ աջակցություն Ուկրաինային, ներառյալ զենքի մատակարարումը, ուղղակի ֆինանսական աջակցությունը պաշտպանական ոլորտին եւ ինտեգրումը եվրոպական անվտանգության ծրագրերին։ Եվրահանձնաժողովի առանձին հայտարարությունում նշված է, որ սպիտակ գրքում ներկայացված նախաձեռնություններն ուղղված են բացառապես Եվրամիության երկրների ազգային զինված ուժերի ամրապնդմանը եւ նրանց համատեղելիության բարձրացմանը ՆԱՏՕ-ի չափորոշիչների շրջանակում։ Սա Եվրամիության բանակի ստեղծման ծրագիր չէ։ Եվրահանձնաժողովը կամ միությունը ընդհանուր առմամբ իր արժև նման նպատակ չի դնում, ասված է հաղորդագրությունում։ Գոտի ջրային տարերքը նյութական եւ հումանիտար էական վնաս հասցրեց։ Եղան մարդկային զոհեր, ավերվեցին ենթակառուցվածքները, ճանապարհներ, կամուրջներ, շենքշինություններ, տեխնիկա, անշարժ գույք եւ գյուղատնտեսական հողատարածքներ։ Աղետի գոտում 4 զոհ կար։ Տուժած մարզերի տարբեր բնակավայրերից փրկարարները տարհանել էին 2382 քաղաքացու։ Հեղեղումների հետևանքների, պետական աջակցության ծրագրերի ու փոխհատուցումների ընթացքը դիտարկելու նպատակով քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրել է մոնիթորինգ, պարզելու Տավուշի մարզում իրականացված սոցիալական աջակցության ու վնասների փոխհատուցման ծրագրերի արդյունավետությունը։ Այս պայն ամենակարևոր արձանագրումը, որ պետք է անենք, դա այն է, որ համայնքները մեծ հաշվով չունեն աղետների ռիսկի կախման, կախարգելման պատրաստվածություն, այսինքն հիմնական ջանքերը պետության ուղղված են եղել հետաղետային կարիքների վերականգնմանը։ Նույն այսօրվա քննարկման ժամանակ խոսվեց այն մասին, որ այն ահռելի մեծ ֆինանսական միջոցները, որ ուղարկվել են աղետի հետևանքների վերացմանը, իրապես կարող են ուղարկվել ուղարկի կանխարգելման, այս աղետ առաջացնող աղետների կանխարգելման ուղղությամբ։ Սա մեծագույն խնդիր է եւ յուրաքանչյուր ինստիտուտ անելիքներ ունի իր մասով, սկսած նրանից, որ պետք է վերանայվեն սելավատարների մաքրման կամ սելավատար տարածք հանդիսացող տարածքների պահպանման ընդհանուր մոտեցումները եւ համայնքները պետք է վերջապես աշխատանքային գործիք դարձնեն աղետների ռիսկերի կառավարման պլանները, որոնք գրեթե բոլորը ունեն, սակայն փաստացի թղթի վրա եւ դրանք գործուն հիմքերի վրա չեն դրված եւ հարկավոր է առհասարակ զորեղացնել համայնքներին եւ մեծացնել նրանց պատրաստվածությունը դիմագրավելու համանման բնական աղետների եւ դրանցով առաջացող հետևանքներին։ Զեկույցը մշակվել է 3 հիմնական ուղղությունների հիման վրա. ռիսկերի կառավարման մեխանիզմները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակը արտակարգ իրավիճակներին, պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետաղետային վերականգնման միջոցառումների հասարակականությանն ու իրագործման որակին։ Ես գտնում եմ կանխարգելումը, քան թե հետո ինչ որ խնդիրները, որ կարող են առաջանալ, որպեսզի որոշ, ասենք, կազմակերպություններ կամ անհատներ ստիպված լինեն դիմել կամ ինչ որ մի օգնություն ստանալու համար։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ մարզում տուժել է 307 գյուղացիական տնտեսություն, որից 292-ը նոյեմբերյան համայնքում, 15-ը Դիլիջան համայնքում, որոնց փոխհատուցման նպատակով հատկացված գումարը կազմել է 48 միլիոն 665 հազար դրամ։ Կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները, բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու պատրաստվածությունը և ավելացնել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքները։ Բաղաբերդի 14 շենքի բակը մարդաշատ էր, հատկապես երեխաներն էին հավաքվել ներկա լինելու շատ սպասված նորոգ գրադարանի բացմանը։ Համայնքի ղեկավարի խոսքով սա այս թաղամասի զարգացման համար հերթական քայլն է։ Այսօրն էլ մեր համար նշանակալի օր է, քանի որ մենք շահագործման ենք հանձնում ամբողջովին վերանորոգված եւ վերազինված նոր ենթակառուցվածք մեր քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում Բաղաբերդ թաղամասում, դա մեր համար շատ կարևոր է, քանի որ դա բխում է մեր քաղաքի համաչափ զարգացման, մեր վարած քաղաքականությունից եւ նպատակներից։ Նպատակներից մեկն էլ այն է, որ մեր ծայրամասային թաղամասերը իրենց զարգացվածությամբ, իրենց ենթակառուցվածքների հագեցվածությամբ չտարբերվել կենտրոնական հատվածներից քաղաքի, այնքանով ինչքանով որ դա հնարավոր է։ Կապանի ակումբագրադարանային միավորման տնօրենն էլ ելույթում շեշտեց. Սա մի ժամանակահատված է, որն առանձնանում է գրադարանների հանդեպ հատուկ վերաբերմունքով։ Գրադարանների դերն ու գործունեությունը նորովի արժևորվեց կրթական եւ ընդհանուր զարգացվածության գործում։ Նախաձեռնվեց գրադարանների արդիականացման ծրագրեր, ոչ միայն վերանորոգվեցին գրադարաններ, այլ կառուցվեցին նորերը։ Գրադարանավարների մասնագիտական կարողությունները բարձրացնելու նպատակով պարբերաբար իրականացվում են վերապատրաստումներ եւ ատեստացիաներ։ Բաղաբերդցիներին ուրախացրել է ընթերցանության նորավոճ վայր ունենալու իրողությունը։ Ոմանք հենց այսօր էլ առանց գրքի տուն չեն գնա։ Գրադարանը անհրաժեշտ է երեխաներին, մեծերին, որպեսզի կարողանան իրենց ժամանցը անցկացնել այնպիսի գեղեցիկ գրադարանում, ինչպիսին այսօրվա մեր գրադարանն է, վերանորոգված, կահավորված նոր տեխնոլոգիաներով։ Կարծում եմ, որ այս օջախը եւ մեծերի եւ փոքրերի համար կլինի նոր գիտելիքի, նոր ստեղծագործական արարումների տեղ։ Ես առաջինը Հովհաննես Թումանյանի, իմ ընկերն Նեսոն, շատ եմ հավանել, ելի ուզում եմ գալ վերցնել։ Թաղամասի երեխաների խոսքով հենց այս գրադարանում են իրենց սովորեցրել սիրել գիրքը։ Նրանք միայն մի պահանջ ունեն՝ ավելի շատ ու ժամանակակից գրականություն տեսնել այստեղ։ Նոր է եկել Կապան, Գորիսից։ Ես այստեղով քայլում էի, ընկեր Մարինեն պատանով ասաց, գիտես, որ սա գրադարան է, ես այդ ժամանակ ընկերոջս հետ ասացի, հա, բայց իրական չգիտեի։ Եկակ մտակ, որ մտակ տան նման մի տեղ էր, ուղղակի գրքերը շատ։ Առաջի գիրքս որ վերցրում, դա փոքրիկ իշխանն է եղել։ Համակարգիչներ, նորավոճ լուսավորություն, հարմարավետ բազմոցներ ու հեռուստացույց։ Այս ու կահավորման համար անհրաժեշտ մնացած բոլոր իրերի ձեռքբերման հարցում Կապանի համայնքապետարանի կողքին կանգնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ակումբագրադարանային միավորման գրադարանների արդիականացման ծրագրերի շրջանակներում Կապան համայնքում վերանորոգվեցին մի շարք գրադարաններ, կառուցվեցին նոր գրադարաններ։ Այսօր մենք ներկա գտնվեցինք Բաղաբերդ թաղամասի գրադարանի բացմանը, որը կառուցվեց համայնքի միջոցների հաշվին, իսկ կահավորման հարցում մեզ աջակցեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, առհասարակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցել է նաև մյուս գրադարանների վերանորոգման հարցում, մասնավորապես աջակցելով կահավորման եւ նոր տեխնիկայի ձեռքբերման հարցում եւ ինչպես մյուս ծրագրերում, այդ թվում նաև գրադարանների միավորման արդիականացման ծրագրերում իրենց ներդրումն են ունեցել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ողջույն։ Ազատ 2025 կարգազանց միջոցառումը սկսելու ենք ժամը 7:30,
նշված երթուղիներով։ Ռազմական ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ գնդապետ Արթուր Մուրշատյանը վերջին հրահանգներն է տալիս պարետային ծառայության անձնակազմին, եւս մի քանի րոպե եւ մեկնարկելու է Կարգազանց 2025 միջոցառումը։ Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում են լինելու ինչպես Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները, այնպես էլ Կարգազանց զինծառայողները։ Արտաքին տեսք, հագուկապ, համապատասխան փաստաթղթերի առկայություն, զինծառայողին վայել պահվածք, ահա այն ինչ ստուգելու են զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը։ Ռազմական ոստիկանությունը իր գործառույթները իրականացնելիս բացարձակ տարբերություն չի դնում իր առջև, թե տվյալ տրանսպորտային միջոցը բնավոր ծառայությանն է պատկանում կամ ինչ ծառայություն է իրականացնում։ Եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է գտնվում, նրա անվտանգ շահագործման ապահովման գործառույթը գտնվում է ռազմական ոստիկանության տիրույթում։ Ռազմական ոստիկանությունը Կարգազանց միջոցառման շրջանակում ուժեղացված ծառայություն է իրականացնում ինչպես զորամասերում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում։ Գնդապետ Արթուր Մուրշատյանը նկատում է, այս ստուգումներն ունեն նաև կանխարգելիչ բնույթ։ Դրա մասին է վկայում վերլուծության արդյունքները։ Ըստ այդմ հաշվետու ժամանակաշրջանում Կարգազանց զինծառայողների թիվը զգալի նվազել է։ Այս տրամաբանությամբ ռազմական ոստիկանությունը ավելի է խտացրել նման միջոցառումների հաճախակիությունը ոչ միայն Երևան քաղաքում, այլև կայազորների տարածքներում։ Ծառայության կազմակերպման ընդհանուր տրամաբանությունն էլ ենք փոփոխության ենթարկում, հանկարծակիությունը ապահովելու հետ կապված, հարցը լուծելու հետ, խնդիրը լուծելու հետ կապված։ Սահմանված երթուղով ծառայություն ենք իրականացնում, ոչ կազմի լույսի տակով չանցնեն, հոսգծի վրով չանցնեն, փաստաթղթերը նորմալ լինի։ Երևան քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում զինվորական ավտոտեսչությունը հայտնաբերեց ՊՆ զինհամարանիշներով մեքենաներ, որոնց վարորդները խստագույնս չեն հետևել մեքենաների անվտանգ շահագործման կանոններին կամ կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Արձանագրվեցին նաև այնպիսի դեպքեր, երբ զինծառայողները չեն պահպանել համազգեստի կրման կանոնները։ Զատտեսու Ջենթասպա Ղազարյան։ Այս դեպքով արձանագրեցինք համազգեստի կրման կանոնների խախտում, որ զինծառայողը պատշաճ հագնված չէր։ Ստուգման ժամանակ զինծառայողը դրսևորեց նաև բարեվարկության կանոնների խախտում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության ներքին ծառայության կանոնագրքով, որը նույնպես արձանագրվեց հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։ Քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ունի համապատասխան հոդված, որտեղ զինծառայողները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության, այլ նրանց վրա տարածվում է կարգապահական պատասխանատվության թրույթները եւ հոդվածները, ուստի ուղարկվում են ըստ վերադասության ծանուցումները վերադաս հրամանատարությանը։ Իրավախախտման վերաբերյալ բոլոր ծանուցումները ռազմական ոստիկանությունը ուղարկում է վերադաս հրամանատարությանը, իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում էլ Կարգազանց զինծառայողները կամ ՊՆ զինհամարանիշներով մեքենաների վարորդները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության։ Ռազմական ոստիկանությունը հորդորում է զգոն ու կարգապահ լինել, քանի որ նման միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնախբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերում, օգտագործում եւ տանը պահում է թմրանյութ։ Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ եւ պատրաստ է այն ներկայացնել։ Արտիկի եւ Անիի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ եւ կանեփի ցողուններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մողնիի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը եւ քիչ շինություններում ապօրինի պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Փետրվարի 27-ին ժամը 18:45-ին 65-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց աշտարակի բաժին։ Նա չժխտեց, որ տնամերձողամասում աճեցրել է կանեփ ու տանը ապօրինի պահում է թմրանյութ անձամբ օգտագործելու համար։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ նրա տան օժանդակ շինությունում գորգի տակ հայտնաբերվեց
նույնպես դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Նմանատիպ մյուս տեղեկությունը աշտարակի համայնքային ոստիկանները իրացրին մարտի 6-ին։ Այդ օրը ժամը 9:15-ին Ուշի գյուղի իր տան մոտ թմրանյութ ապօյնի պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց եւ աշտարակի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ։ Նա եւս ընդունեց, որ տանը ունի թմրանյութ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը նկուղից ներկայացրեց մոտ 8 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ արդեն հաջորդ օրը կատարված խուզարկությամբ նրա տանը կից օժանդակ շինությունում հայտնաբերվեց արկղ լցված 391 գրամ կանեփանման զանգվածով։ Թմրանյութ ապօյնի պահելու եւ օգտագործելու մասին հաջորդ տեղեկությունն իրացնելու նպատակով աշտարակի համայնքային ոստիկանները կրկին մեկնեցին Մուղնի։ Մարտի 13-ի առավոտյան իր փաստացի բնակության վայրում 68-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության աշտարակի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է մշակել ու պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Այս դեպքում եւս նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ թմրամոլության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է։